Աղջիկներս գիշերվա ժամը 1-ն է, տեսեք ինչ գեղեցիկ ձյուն է գալիս մեզ մոտ, ափսոս տաք է, չի նստի ձյունը, կհալվի։ Տեսախցիկը չի փոխանցում գեղեցկությունը։ Ասեմ, թե ես ինչու եմ Արթուն այս ժամին, բոլորը քնած են, իսկ ես անցել եմ իմ հացապատրաստմանը, այսինքն ամուսնուս պետք է աշխատանքի համար հաց պատրաստեմ, այստեղ կոտլետներ եմ արել, այստեղ կարտոֆիլ եմ դրել, որպեսզի պյուրե պատրաստեմ, իսկ այստեղ այս տեսակի լոբի եմ դրել եփվի, աղցան պատրաստեմ։ Հիմա տեսնեմ և կվերջացնեմ, և կպարկեմ քնելու, Արեգը արդեն 1 ժամ է քնած է, հույս ունենամ, որ շուտ չի արթնանա և ես կվերջացնեմ այս իմ գործերը, նոր կանցնեմ սենյակը քնելու։ Այսպես աղջիկներս, կարելի ասել ամեն օր եմ ես շատ ուշ քնում, բոլոր եմ քնացնում եմ, անցնում եմ գործերին, ինչ որ կարող եմ անել անում եմ, նոր անցնում եմ քննելու։ Այսպես։ Իսկ այստեղ Արեգի շորերն եմ լվանում, հիմա արդեն կանգնել եմ մեքենան տանում փռեմ, որպեսզի մինչև առավոտ չորանա։ Այդպես աղջիկներս, հիմա սա տանեմ լված սկսել փռեմ, մինչև որ հացը պատրաստ կլինի, գնացինք։ Ալեք, ինչ ես անում ար, հե, միա բարև արյա, աղջիկներս բարի օր, այսօր ամսի 13 է, դա նշանակում է տրընդեզն է, պետք է պատրաստվել և այսպես, այստեղ ինչ եմ անում, ինչպես արդեն տեսնում եք, ցորենն եմ, ձավարն եմ արդեն բովում, այնտեղ ադիբուդին եմ դրել, որ պատրաստվի, թող սա հանգիստ լինի, այստեղ կանեփն եմ լվացել, դրել, սա էլ ցորենից հետո կբովեմ, այստեղ սիսերն է, որը եփել եմ մի փոքր աղով, դա էլ պետք է բովենք աղով, իսկ այստեղ ունենք փոխինձ, որը պետք է պատրաստենք, շատ համեղ է ստացվում իմ տարբերակով, որ պատրաստում եմ, հիմա սրան էլ հերթը կհասնի, հիմա սրանք բովեմ, վերջացնեմ և անցնենք փոխինձի պատրաստմանը։ Աղջիկներս այստեղ լցրել եմ 1 բաժակ ջուր, 1 բաժակ շաքարավազ և թողնել եմ, որ եռա, եռալուց հետո կավելացնեմ կես կտոր կարագ, մոտ 100 գրամ կարագ, սա պատրաստում եմ փոխինձի համար, նաև ավելացնել եմ փոխինձին մուրաբայի սիրոպ, հիմա սա պատրաստվի, այնտեղ արդեն ադիբուդին պատրաստ է, հիմա լցնեմ ամանը և այստեղ արդեն պատրաստվում է, համարյա պատրաստ է մեր ցորենը։ Այսպես աղջիկներս։ Սրանք վերջացնեմ, նոր անցնեմ մնացածին։ Աղջիկներս, արդեն սիրոպը պատրաստ է, նոր եմ վերցել գազօջախից, ահա այսքան կարագ եմ դնում մեջը, քանի դեռ եռում է, տաք է, որ հալվի, սա կթողնենք այսպես կհալվի և կանցնենք առաջ։ Այստեղ արդեն պատրաստել եմ ադիբուդին, տեսեք որքան լավ է ստացվել, իսկ այստեղ ձավարն եմ բովել, հիմա արդեն թավայի մեջ լցրել եմ կանեփը, կանեփն բովեմ, նոր հետո սա կլցնեմ նորից կանեփի հետ աղով արդեն կբովեմ և կանցնեմ սիսերի բովմանը։ Աղջիկներս արդեն կանեփն է պատրաստ,
Հիմա ձավարն եք ավելացնեմ, կխառնեմ և կլցնեմ աղա ջուրը։ Եվ հիմա արդեն կլցնեմ աղա ջուրը։ Հիմա արագ-արագ կխառնեմ, որպեսզի աղը ամբողջովին տարածվի։ Մենք թողնենք լավ չորանա և արդեն կլցնեմ ամանի մեջ ու կանցնենք սիսեռի բովմանը։ Այսպես հիմա այնքան խառնեմ, որ հավասար չորանա։ Համարյա արդեն պատրաստ է։ 2 րոպե խառնենք ու վերջ։ Այստեղ արդեն լցրեցի սիսեռը։ Հիմա կթողնեմ թող լավ բովվի և ջրին եփվելուց աղ լցրել եմ։ Դրա համար շատ քիչ աղաջուր կսարքեմ, թույլ աղաջուր կսարքեմ և այդպես կբովեմ։ Իսկ այստեղ արդեն պատրաստ է մեր կանեփնի ցորենը։ Այստեղ հալիբուդին և հիմա սրանք վերջացնեմ, անցնեմ փոխ։ Այստեղ արդեն պատրաստել եմ ամեն ինչը պատրաստ է։ Հիմա սա էլ կպատրաստեմ և կանցնեմ։ Նաև լվացք ունեմ փռելու, լվացքս նոր կանգնեց, հիմա անցնեմ լվացքս էլ փռեմ։ Մինչև սիսեռը կլինի։ Այստեղ կոնֆետները էի գնել մնացել այսքան։ Դուք պատրվել էր, կցրեցի այստեղ, բայց այստեղ չի մնալու, կլցնեմ ամանի մեջ, բազայի մեջ, այստեղ այսպիսի կոնֆետներ եմ վերցրել, այսպիսի գունավոր ձողիկներ եմ վերցրել, այնտեղ ունենք արևած ծաղկի սերմեր, միրգ, մի խոսքով ամեն ինչ հերթով, կարգով հիմա կանեմ և կպատրաստեմ մեր տրնդեզի սեղանը։ Ճիշտն ասած ամեն տարի խմորեղեն եմ պատրաստում, բայց այս տարի մի տեսակ հավես չունեմ, դրա համար մենակ կպատրաստեմ կլոր գաթաներ։ Այդպես աղջիկներս, անցա առաջ։ Աղջիկներս, այստեղ արդեն առանց սկսել եմ փոխինձը պատրաստել, այստեղ ինչպես տեսնում եք հաղարջի, սև հաղարջի սիրոպ եմ մի փոքրս է, շատ չէ, լցրել եմ այս խառնուրդը, որ կարագով պատրաստել էի, սա էլի պետք է ավելացնեմ, միայն մոռացա այս տաք ջրին ավելացնեի մեկ գթալ, մեկ ճաշի գթալ մեղր, մաքուր մեղր, որ ավելի համով ստացվեր, բայց ոչինչ, փոք չէ։ Այսպես, հիմա սա խառնեմ, նորից ավելացնեմ այս սիրոպը և արդեն կսկսեմ գնդեր ձևավորելը։ Ով ինչպես ցանկանում է, այդպես է պատրաստում է։ Այնտեղ սիսեռը դեռ չի պատրաստվել։ Սա վերջացնեմ ու անցնեմ գաթայի պատրաստմանը։ Սիրելիներս, ողջույն, և այսպես, ինչպես տեսնում եք, խոհանոցում եմ, և այստեղ ինչ է տապակն եմ դրել, ինչ եմ որոշել սարքել այսօր, իհարկե տնական հաց, այդպես կարելի ասել ամիսը մեկ անգամ ես տնական հաց եմ պատրաստում, քանի որ երեխաները շատ են սիրում և իրենք էլ խնդրում են, որ ես պատրաստեմ։ Այսպես ինչ եմ արել, այստեղ խմորն եմ պատրաստ, լավ բարձրացել է, հիմա պետք է գնդեմ, դնենք տապակի մեջ և այդպես մի 15 րոպե կթողնենք, որ նորից հասունանա, նոր արդեն կտեղափոխեմ ջեռոց։ Այսպես սիրելիներս, այստեղ տեսնում եք, երեկվա պատրաստածս հալվայից է, վրան շաքարի փոշի էի լցրել, այսպես, սա դնենք մի կողմ, որ մեզ չխանգարի։ Մեզ միացավ նաև Արեգը, ողջույն Արեգ։ Չես ողջունում? Թե բարևարա։ Այդեղ նայ, այդեղ։ Այսպես սիրելիներս, ես ինչքան խմորի հետ գործ եմ ուզում անել, Արեգը գալիս է ու խառնվում է
մեր գործերին։ Այսպես հիմա կգնդեմ, կթողնեմ այսպես թող 15 րոպե հանգստանա, նոր տեղափոխեմ ջեռոց։ Այստեղ Արեգն է զբաղվում, մի փոքրիկ խմոր եմ տվել իրեն, որ զբաղվի։ Հա, ինչ շխանգարի, քանի որ ուզում էր ամբողջ խմորի հետ խաղալ։ Նոր նեղացել էր, որ իրեն փուճուրիկ եմ տվել։ Բարև ես անում։ Բարև։ Ինչ ես անում, ար։ Ինչ ես անում։ Խաղում ես։ Ես այստեղ պատրաստում եմ գնդերը։ Ահա, այսպես գնդերը պատրաստում եւ դնում եմ սինիի մեջ, որպեսզի մի քիչ հանգստանա, ջանը, մի փոքր հանգստանա, նոր թխեմ։ Տարբեր չափերի եմ անում գնդերը։ Քանի որ գնդում ենք, ինքը ձգվում է խմորը, դրա համար պետք է թողնենք, որ մի փոքր էլ հասունանա, հանգստանա խմորը, նոր թխենք, որ ավելի լավ ստացվի։ Հիմա ես նախորդ կմիացնեմ ջեռոցը, թող լավ տաքանա ջեռոցը, նոր արդեն կտեղափոխենք մեր հացի խմորները։ Այսպես, հիմա անցա երկրորդ տապակին, երկրորդ տապակն էլ գնդեմ դնեմ և անցնեմ ջեռոցը միացնելու։ Ինչ ես ուզում Արեգ։ Արեգը խելոք չի մնում, քանի որպես էլ աստեղ շատ որքան լավ է ստացվել խմորը, ամբողջությամբ փուչիկներ են։ Հիմա որ հասունանա, էլ ավելի լավը կլինի։ Այսպես ջեռոցից կհանենք, տակ վիճակում պանիր կդնենք մեջը, թող հալվի, այդպես կփորձենք, շատ համեղ է ստացվում։ Ահա, այսքան մնաց։ Սա գնդեմ և վերջ։ Այս փուճուրիկներն էլ անում եմ Արեգի համար, որ հարմար լինի ուտելու։ Հիմա ցույց կտամ, թե ինչ գաթաներ էի երեք պատրաստել, հիմա սա վերջացնեմ և գնանք ցույց տամ իմ երեկվա պատրաստած գաթաները։ Տրնդեզի համար էի պատրաստել, ճիշտ է մի քանի կադր այդպես նկարել եմ երեկվանից, բայց ընդհանուր այդպես չունեմ տեղադրելու, մի քանի բան այնքան որ կմիացնեմ այս տեսանյութին։ Այսպես այլ վերջացրի, հիմա այստեղ մաքրեմ և միանամ ձեզ։ Սա էլ գաթաները, որ ասացիք ցույց կտամ, ահա տեսեք ինչ լավ է ստացվել։ Ահա, տեսեք, որքան գեղեցիկ և շատ համեղ, տարբեր տեսակի ստացվել է։ Այսպես աղջիկներս։ Սա երկրորդ բաժինն է, կարելի ասել, երկու անգամ պատրաստեցի, այսքանը դեռ կա։ Այսպես, հիմա անցանք ջեռոցը միացրել եմ արդեն լավ տաքանա, մինչ այդ հիմա սրանք սրբիչով կփակեմ թող հանգստանան, մինչև ջեռոցը լավ կտաքանա։ Իսկ այստեղ պատրաստում եմ կարտոֆիլ ջրարիր, որ հացի հետ ուտենք։ Հիմա ցույց տամ, թե ինչպիսի տեսք ունեն մեր հացիկները։ Ահա աղջիկներս արդեն պատրաստ են, նոր եմ հանել, դեռ տաք է, բայց ցանկացած ես ցույց տալ մեր հացի տեսքը, տեսեք։ Այսպես փափուկ, երեսը չոր, ներսը փափուկ։ Հիմա կտրեմ տեսքը տեսնեք, որքան լավ է, տաքա դեռ, մատես, ահա, տեսեք թե ինչ ընտիր է ստացվում։ Հիմա սրա մեջ կարող եք դնել պանիր հալվող, ցանկացած բան ինչ որ ուզում եք, կարող եք դնել եւ ուտել, տեսեք ինչ լավն է։
Ահա